Մեկ դեպքով ուտեսցի հետևորդներ ջան։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, իմ շատ լավ հետևորդներ ջան, իմ հարգելի հետևորդներ ջան, ուրեմն սուրճ եմ դնում, միասին եւ սուրճ ենք խմում եւ հոգեվոր երաժշտություն ենք լսելու։ Մենակ չեմ սուրճ խմում, տղայից քավոր կնգահետ ենք խմում եւ հարևան ենք եւ բարեկամ ենք, միասին ենք միշտ։ Դե ինքը չի ուզում նկարը հանդվի, ես էլ չեմ նկարում։ Դե գնացինք սիրելիներս։ Սիրելի հետևորդներ ջան, թող օրհնյալ օր լինի բոլորիս համար, ամեն օրը օրհնյալ լինի մեր ընտանիքների համար, համերաշխություն լինի մեր ընտանիքներում, սիրով լինենք միասին սիրելիներս։ Այդպես Դուր բաց արի։ Հա։ Այս բաներում վկայություն տվողը կսել։ Այո, շուտով կուգամ ես։ Ամեն։ Ամեն։ Տեր Հիսուս։ Բարյուս։ Դե սիրելի հետևորդներ ջան, մեր սուրճը պատրաստ է արդեն, բայց չի հիշում ասել եմ, որ դուք ես սուրճ դրեք, որ միասին խմենք, եթե ուշացել եմ, չեմ ասել, ուրեմն սուրճ դրեք, ես լավ սպասելու եմ Հովանա, որ միասին խմենք։
Դե գնացինք, կհանդիպենք։ Ձեր հետևորդներ ջան, հիմա այսօր պատրաստելու եմ տկնիկով ուտեստ։ Երևում չէ, հիմա այս պոչիկները կկտրեմ։ Ինքը շատ մատղաշար։ Իրանես գեղևը չեմ մաքրելու, գեղևը է պատրաստելու ձեր հետևորդները։ Հիմա սոխարատիստը պատրաստալ։ Հիմա կբաժանենք 4 մասի, ասել եմ չէ, որ ինքը շատ օգտակար է մեր աղիքների գործելու համար։ Այս մանր կտրատելու։ Տեսնեմ, երևի երկուսը ապեր է 3 պոչը կտրեցի, կարելի էր մեկը պահել մի ուրիշ անգամ։ Դերս է լգա։ Սա ժամանակ ինչ են ասում, ասմեն աչկը կպա։ Բայց այս մոմենտին ինձի նայող չկա։ Քնու ժամանակը նայող չկա, հետո եք նայելու, որ ապուր ձեր ասվի կպավ։ Ասեմ, որ շատ համեղ ձեր հետևորդը։ Էլ մեկի պոչը պտի չկտրեի։ Տխելով խաղում, էսկերիքը մեծ է։ Դակը կամացացնում է, որ մարման երկի։ Կարվա փոշմանի, որ ես մեկը չեմ։ Լավ, ինքը երկելու կչանալու է։ Ես էլ կտրեմ, արանքից դուրսը։ Դանդրանակ հետո նորից կմիանանք։ Ասել է հետևորդներ, ինչև որ մեր տտմիկը կպատրաստվի, մենք մի քիչ կանաչի կտրտենք, համ եմ ասեմ, որ լցնենք վրա։ Թողնենք պատրաստ մնա, լցնենք վրան հետո։ Սել հետևորդներ ջան, հիմա կավելացնեմ մի քիչ կարմիր պղպեղ և սև պղպեղ։ Եվ մի քիչ էլ աղ եմ ցվում։
Անուշ հոտ ագալի, ոնց որ սունկ է պատրաստում, սնկի հոտ եմ առնում։ Մի քիչ էլ ես քաղցր պղպերից եմ լցնում, գիտեք քաղցր պղպերը շատ լավ աромատ է տալիս։ Ու խառնում ենք։ Թողնենք դանդաղ, երբ վրազելու բան չկա։ Ասելի հետևորդը մի ջուրեր շաքարավազ եմ լցնում։ Ինքը ոնց որ իրան հյութով եփվում է։ Կարող եմ մոտիկից ձեզ ցույց տալ։ Այք տեսեք, ոնց է եփվում ու ասում եմ երեքը շատ է, չէ, բայց ես շքանա քչացել։ Իսկ հիմա լցնում եմ կամաչ։ Մի 5 րոպե եփի պատրաստ է։ Սիրելի հետևորդներ, մի 5 րոպե։ Սիրելի հետևորդներ, այսօր խառը գործ է։ Ուրեմն մեր գտնիկը պատրաստ է, սիրելիներս, ասել որ շատ համեղ է ստացվել։ Ուրեմն այստեղ մի փոքր լցրել եմ, որ սառի համտեսեմ։ Ոնց որ սունկ ուտես։ Սնկի համագալի ինքն իրան հյութով եմ պատրաստել եմ, ջուր չեմ ավելացրել, որ տակը լավ դանդաղեցնում ես, ինքն իրան հյութը հանում է, ու տենց եփվում է, դե գիտեք, ինքը շուտ է եփվում։ Շատ համով է։ Սիրելի հետևորդներ ջան, եթե ձեզ դուր եկավ, դուք էլ պատրաստեք, տեսեք ինչ համի է։ Տեսեք ինչ համի է, սիրելիներս, բայց ամենակարևորը հիշեցնեմ, չմոռանալ զանգակ կոճակը, բաժան օգտագործել, լայքել, ինչու չգրվեք ձեր մեկնաբանություններով, ես ձեզ շատ սիրում եմ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսեք ձեզ։ Արսեցի ժիլետս հագա։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ինչ եմ ուզում ասել։ Ուրեմն ես իմ այս բարձրախոսը չէի դրել, էներ չէի դրել։ Բայց ուրիշ հոլովակները, որ նկարել եմ մինչև հիմա, չի խանգարել, ձայնը լավ լսվել է։ Իսկ հիմա ես այսօր 2 հատ հոլովակ եմ նկարել, տեսնում եմ, որ ձայնը շատ ցածր է, ոչ մի բան չեք լսում։ Սիրելիներս, ինչ ասեմ, ներողություն խնդրեմ, ինչ անեմ, չեմ պատկերացրել, ձայնը ահագին բարձրացած է, բայց իմ ձայնը շատ ցածր է նստում։ Դե որ ասեմ, սիրելի հետևորդներ ջան, առանձնապես այդպես մի կարևոր բան չեմ խոսում, բոլորդ էլ գիտեք, որ տոլմային ինչ ենք ավելացնում, էդ է եղել, ուրիշից կարևոր խոսք չի եղել, բան չի եղել, էլի որ ասեմ, թե բաց եմ թողել, չեմ ասել ձեզ։ Այդ բանը լավրովի լիստը ներողամիտ կլնեք, որ կնայեք, չանհանգստանաք, կոմենտարում գիտեմ, որ գրելու եք, որ ձայնը ցածր է, չի լսվում, դե ինչ անեմ, սիրելի հետևորդներ ջան, էդ է, էլ ոչ հետ տալ կլնի, ոչ էլ ենա։ Լավրովի լիստ եմ դնում, սիրելիներս, 3 հատ դրեցի հերիքա։ Մի քիչ էլ աղ եմ ավելացնում,
Հակեփի հետո բան կանենք։ Հետո տոմատաջուր կբռնեմ, կլացնեմ վրան, որ գույնը սիրուն լինի։ Դե բանի հետ էլ տոմատ կա, ֆարշի մեջ էլ տոմատ էի դրել, մեկ ճաշի գտալ, այնտեղ որ խոսում եմ չի լսում, կարող ասեք չի լսում, դրել եմ, այնտեղ էլ եմ դրել։ Կաղամբով ծածկեցի, մի հատ էլ ափսեկ կդնեմ վրան ու վերջ։ Եռացրած էլ ջուր ունեմ, ես էլ լցնեմ վրան։ Հերիքա, իրան հավասար լցրել եմ, դե ոնց որ գիտեք ինքը կաղամբը իրան այդ հեղուկն էլ ա դուրս հանում։ Ափսեն էլ կդնեմ վրան, դե թողնենք եփվի։ Այս թավաս շատ լավ թավա է, թավայակացա, որ ուզենաք կասեք։ Հունաստանից եմ առել, ծանր, ամեն ինչն է շատ լավ մեջը ստացվում է, ոչ տակը կպնում է, ոչ գիծաքաշվում, ոչ մի բան։ Դե սիրելի հետևորդներ ջան, կհանդիպենք, երբ որ պատրաստվի։